Գործընկերներս արդեն մանրամասն նշեցին, թե ինչ հիմնավորումներ ունենք մենք, որով վստահ ենք, որ այս գործով պետք է արդարացման վերդիկ եւ հետագայում արդարացման դատավճիռ կայացվի, բայց այնուամենայնիվ, քանի որ պրոֆեսիոնալիզմը պահանջում է դատական ակտի ամբողջական ուսումնասիրություն եւ դրա բոլոր մասերի հետ չհամաձայնվելու դեպքում դրա բարձրաձայնում եւ բողոքարկում, ես ցանկանում եմ անդրադառնալ պատժի նշանակման հետ կապված հարցերին։ Երբ որ մեր դատավարությունը, նոր քրեական դատավարության օրենսգիրքը հատուկ փոփոխություն է կատարվել եւ այժմ երկու փուլից է բաղկացած անձին մեղավոր ճանաչելու եւ պատիժ նշանակելու հետ կապված հարցերի քննարկումը։ Սկզբից վերդիկտով դատարանը ճանաչում է մեղավոր կամ անմեղ, որից հետո լրացուցիչ դատալսումների ժամանակ քննարկվում են անմեղ ճանաչվելու դեպքում ռեաբիլիտացիայի հարցեր, մեղավոր ճանաչվելու դեպքում պատժի նշանակման կրման հետ կապված հարցեր։ Հիմա երբ որ մեղավոր է ճանաչվել Ջալալ Հարությունյանը, մեր կողմից համապատասխան միջնորդություն է ներկայացվել դատաբժշկական փորձաքննություն նշանակելու համար, որովհետև առերևույթ Ջալալ Հարությունյանը ունի կալանքին խոչընդոտող հիվանդություն։ Հանրահայտ հանգամանք կա, որ Ջալալ Հարությունյանը ծանր վիրավորում է ստացել պատերազմի ժամանակ, մի քանի բարդ վիրահատությունների է ենթարկվել եւ վերականգնողական բուժումները մինչեւ այժմ են շարունակվում եւ ախտորոշման մեջ ուղիղ ձևակերպում կա Ջալալ Հարությունյանի բժշկական փաստաթղթերի մեջ, ուղղակի կոնկրետ չեմ կարող նշել, որ բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ կան, այնուամենայնիվ ուղիղ ձևակերպում կա, որը համապատասխանում է կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կալանքին խոչընդոտող հիվանդությունների մեկին։ Եվ մենք միջնորդել ենք, ասել ենք նշանակեք համապատասխան փորձաքննությունը, պարզենք անձը ունի կալանքին խոչընդոտող հիվանդություն, թե ոչ։ Քրեական դատավարության օրենսգիրքը նշում է, որ միայն մասնագիտական եզրակացությունը կարող է տալ դրա պատասխան։ Դատարանի կողմից մերժվել է այս միջնորդությունը եւ դատական ակտում անօրինական հիմնավորումներ են, չեմ վախենա այդ բառից, նաեւ անտրամաբանական։ Առաջինը ինչ է նշում դատարանը, ասում է սույն փուլում այդ միջնորդությունը չէր կարող ներկայացվել։ Հարցը առաջանում, իսկ երբ պետք է ներկայացվել։ Եթե մենք ներկայացնենք միջև վերդիկտ կայացնելը, դատարանը կարող էր եւ պետք է մերժեր այդ միջնորդությունը, որովհետեւ մինչ այդ կարող է ներկայացվել այնպիսի միջնորդություններ, որոնք կարող են նշանակություն ունենալ վերդիկտ կայացնելու համար։ Իսկ Ջալալ Հարությունյանը ունի կալանքի խոչընդոտող հիվանդություն թե ոչ, որևէ նշանակություն չունի մեղավոր անմեղ լինելու համար։ Եվ հենց փուլը, որում պետք է քննարկվի ացուկ կա այդ հիվանդությունը, թե ոչ, հենց լրացուցիչ դատալսումներն են, որտեղ այդտեղ է քննարկվում պատժի նշանակման հետ կապված հարցը։ Դատարանը մեկ այլ անտրամաբանական մեկնաբանություն է տվել, ասում է այնուամենայնիվ Ջալալ Հարությունյանը զրկված չէ դատապարտյալի կարգավիճակով դիմելու, որպեսզի այդպիսի փորձաքննություն նշանակի։ Այսինքն ինչ է առաջարկում դատարանը, որպեսզի Ջալալ Հարությունյանը գնա քրեակատվական հիմնարկ։ Քրեակատվական հիմնարկից դիմի, ասի ես sense հիվանդություն ունեմ, խնդրում եմ փորձաքննություն նշանակեք, պարզեք, որպեսզի ազատեք ինձ պատժից, որը կարող է մի քանի ամիս էլ տևի։ Նախ սա ինչով է անօրինական, որտեղ մեր քրեական դատավարության օրենսգիրքը հստակ տարանջատում է երկու ընթացակարգ։ Առաջինը, երբ անձը մինչև դատավճիռ կայացնել է հիվանդանում շատ հիվանդություններով, եւ երկրորդ, երբ դատավճիռ կայացնելուց հետո։ Եթե մինչև դատավճիռ կայացնելը արդեն իսկ պարզ է այդ հիվանդությունը, այդ հարցը պետք է լուծվի այդ փուլում։ Ոչ թե ուժի մեջ մտնի դատավճիռը, գնա անձը քրեակատվական հիմնարկ, նոր պարզվի, ունի արդյոք կալանքի խոչընդոտող հիվանդություն թե ոչ։ Քանի այս տարանջատումը մտցրած, որ առերևույթ այդպիսի հիվանդություն ունեցող անձը չհայտնվի էլ քրեակատվական հիմնարկում, միանգամից պատժի կատարումը հետաձգվի։ Այսպիսի մեկնաբանություններով մերժել է դատարանը, արգելիներս, եւ նաեւ ինչն է հետաքրքիր, որ պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները քննարկելուց ընդհանրապես որևէ անդրադարձ չկա այս հիվանդությունների վերաբերյալ, որ անձը ծանր վիրավորում է ստացել։ Միայն մեկ մեղմացնող հանգամանք է դատարանը նշել, դա մանկահասակ երեխայի առկայությունն է 2 տարեկան եւ վերջ, այլ մեղմացնող հանգամանք չի նշել, չնայած որ այս ամբողջ բժշկական փաստաթղթերի դատային տրամադրության տակ է եղել, բոլոր ստացած պետական պարգևների վերաբերյալ տեղեկատվությունը քրեական գործի նյութերում առկա է, Արցախի հերոսի կոչում ունենալու հանգամանքը նույնպես հավաստող փաստաթղթեր են առկա են քրեական գործում։ Այս բոլոր հանգամանքները որևէ կերպ
չի անդրադարձել դատարանը եւ չի նշել որպես պատասխանատվությունը պատիժը մեղմացնող հանգամանք, չնայած դրանք մեր համոզմամբ այդպիսիք հանդիսանում են։ Նաեւ եւս մեկ հետաքրքիր բան կա, մեր քրեական դատավարության օրենսգիրքը նշում է, երբ անձին մինչև 5 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտում եւ անձը ունի մանկահասակ երեխա, հնարավոր է պատժի կատարումը հետազգել մինչև երեխայի մեծանալը եւ այդ փորձաշրջան սահմանել անձի նկատմամբ։ Հիմա այս հանգամանքը, երբ որ մենք բարձրաձայնել ենք դատարանում, մեր համոզմամբ հատուկ դատարանը 5.5 տարի ազատազրկման է դատապարտել, որովհետեւ այս հարցը ընդհանրապես չքննարկել։ Այսինքն այսպիսի միջոցով է սրա դեմը արել, այսպես ասած։ Չկա որոշակի ժամկետ, որում արդեն պատժի հարցը ինչ-որ ժամկետ կա, թե չգիտեմ հասկանալ փորձաքննություն, որ նշանակվեր, երկար տևեր, օրենքում կա որոշակի։ Ասեմ ձեզ, վերդիկտ կայացնելու համար լրացուցիչ դատալությունները օրենքսցամ նշանակվում են վերդիկտ կայացնելուց հետո երկշաբաթյա ժամկետում, բայց ոչ որևէ կերպ որևէ տեղ նշված չի, որ լրացուցիչ դատալությունները պետք է ավարտվեն երկշաբաթյա ժամկետում։ Բնազման չկա, հակառակը լրացուցիչ դատալությունների ժամանակ հենց հետազոտվում են պատժի հետ կապված հարցերը եւ պետք կարող են ներկայացվել պատժի հետ կապված հարցերի վերաբերյալ ապացույցներ։ Օրինակ մենք երեխայի ծննդյան վկայականը ներկայացրել ենք այս լրացուցիչ դատալությունների ժամանակ։ Հարցը առաջանում, եթե այդ փուլում մենք չենք կարող նոր ապացույցներ ներկայացնել, բայց այդ ապացույցը չի ընդունել դատարանը։ Եթե ինքը ասում է այս փուլում ես չեմ կարող փորձաքննություն նշանակել, որովհետև արդեն լրացուցիչ դատալությունների փուլում է։ Ուրեմն այն մյուսը պետք է չընդուներ, ասել, այս փուլում չեք կարող ասա ներկայացնել։ Ուղիղ կներեք նախնական դատալությունների ընթացքում ինչ միջնորդություններ կան ներկայացվում է, չէ՞, թե ինչ եք պատրաստվում, ինչու այդ փուլում չի ներկայացվում։ Ասեմ ձեզ։ Ուրեմն ես կարամ ուղիղ մեջ բերումը ասեմ այս բաներից, նախնական դատալություն, քրեական դատավարության 319-րդ հոդվածն է, ասում կողմերից յուրաքանչյուրը նախնական դատալություններին է սա վերաբերում։ Պարտավոր է հիմնավորել, թե իր առաջարկած հետազոտման ենթակա յուրաքանչյուր ապացույց վերդիկտ կայացնելու համար նշանակություն ունեցող ինչ փաստական հանգամանք է հաստատում կամ հերքում։ Այսինքն փակած է այս։ Հիմա քրդատով փակած է։ Հիմա եթե ես ասեմ Դարալ Հարությունյանը ունի կալանքի խոչընդոտող հիվանդություն, դատանը կարող է ասել, դա ինչ նշանակություն ունի, անձը մեղավոր է թե անմեղ։ Ես ներողություն եմ խնդրում, տեսեք մեր քրեական